Պարոն Կարապետյան, կարող են հնչել կարծիքներ, որ ես ձեր արտահայտության պատասխանն էլ պետք է տայ ավելի կոշտ թույլ տվեք, ես որոշեմ ում պատասխանը ոնց տամ։ Բայց միտքը հետևյալն է, դուք ինքներդ էլ եք ընդունում, որ հնչել են պարականոն կամ տարականոն արտահայտություններ։ Եթե դուք ակնկալում եք, չէ, քրիստոնեական արժեքներից ենք խոսում, վերաբերվիր մերձավորիդ կամ այս դեպքում ոչ այնքան մերձավորիդ, այնպես, ինչպես կուզեիր, որ ինքը վերաբերվեր քեզ։ Դուք միանգամայն ճիշտ եք, երբ որ ակնկալում եք, որ օրինակ այս ամբիոնից գյորմամիշ բառը չօգտագործի ձեր հորեղբոր հանդեպ, բայց մյուս կողմից էլ պարոն Չախոյանն էլ միանգամայն ճիշտ կլինի, որ ակնկալի, որ իր եւ մեր հանդեպ նման բառապաշար չօգտագործվի, ել չեմ ասում, որ բոլորս միանգամայն ճիշտ կլինենք, երբ որ ակնկալենք, որ դուք այլևս ձեր այս վերջում օգտագործած բառի պես բառ չօգտագործեք։ Հիմա ներողություն։ Հիմա ես խոսքը կտամ պարոն Չախոյանին, բայց պարոն Չախոյան, ես խնդրում եմ խոսել մեր սահմանված կանոնների շրջանակներում։ Ես հասկանում եմ, որ ձեզ վիրավորել են, ես հիմա խոսքը տալիս եմ ձեզ, խնդրում եմ խոսեք այնպես, որպեսզի մենք ավարտված համարենք այս միջադեպը։ Համեցեք։ Հարգելի գործընկերներ, գիտեք ինչ կա, երբ որ մենք համաձայնություն ենք ձեռք բերում, մեր ընդդիմադիր գործընկերների հետ, որ պետք է ինչ-ինչ սահմաններում մեր խոսույթը կառուցենք, դա ենթադրում է, որ քաղաքական ուժերի խոսույթը իրար հանդեպ պետք է այդպիսին լինի։ Ու երբ որ քաղաքական ուժի առաջնորդը իրեն թույլ է տալիս ինձ, իմ գործընկերներին, իշխանության այլ ներկայացուցիչներին վիրավորական արտահայտություն անել, կներեք, բայց ինձ թվում է, որ պետք է այո դրան արձագանքել, ընդ որում թույլ տվեք նաև շեշտեմ, որ արձագանքելուց ես ընդամենը հակադարձել եմ նույն բառով, բացարձակապես եւ ոչ մի բառ իմ կողմից վիրավորական չավելացնելով։ Շատ ներողություն, բայց ես մեղավոր չեմ, որ ուժեղ Հայաստան խմբակցության առաջնորդը մեր հասցեին այդ տեսակ բառեր է օգտագործում։ Ու ընդհանրապես էական չէ դա, այս ամբիոնից է հնչել, թե ընդհանրապես խորհրդարանի շենքից դուրս։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այսքանով ես առաջարկում եմ միջադեպը համարել սպառված, բայց նաև պետքա կրկնեմ, պարոն Կարապետյան, ես արել եմ առաջարկ, ես ուրախ եմ, որ մեծամասամբ հնարավոր է եղել պահել բարեկրթությունը։ Ես առաջարկում եմ չխախտել դա եւ չօգտագործել վիրավորական բառեր։ Ես փորձում եմ նաև ազգային ժողովի նախագահի կարգավիճակով ելնելով հնարավորինս անաչառ ինձ պահել, հուսով եմ ստացվում է, բայց չեմ կարող չնշել, որ նաև ես եմ վիրավորվում, երբ որ իմ թիմակցին այստեղ վիրավորում են։ Մի արեք դա, որովհետև շատ վատ բաների մենք կհանգենք, երբ որ մենք սկսենք կամ քաղաքացիական պայմանագիրը սկսի օգտագործել այնպիսի բառապաշար, որը դուք հիմա օգտագործեցիք եւ ոչ միայն բառապաշար։ Այսքանով ավարտած եմ համարում միջադեպը։